Տեղյակ եք, որ Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում ջերմուկը, գինիները, մեր գյուղատնտեսական ապրանքները, ու ինչ ելք եք տեսնում այս իրավիճակից։ Գիտեք, դա ինչից է գալի, պետք է արժանապատիվ ժամանակին խոսացվեր Ռուսաստանի հետ, ոչ թե ինչ-որ հայտարարություններով Ռուսաստանին դեմሆነን հասկանում եք, այս հայտարարությունները վերջի տարիների ոչ արևմուտք գնալը, ոչ Ռուսաստանից անջատվելը, այդ վիճակը բերում է նրան, որ ռուսներին հանում է մեր դեմ։ Այս ամենը կտանի քաոսի, հասկանում եք, Ռուսաստանը ներկա է Հայաստանում, այնեն չի, որ մենք անջատված ենք ու ինչ-որ նա մի երկրի հետ գործ ունի, որտեղ ինքը չկա։ Բոլոր բնակավարներում ինքը ներկա է։ Ամերիկա պարանոց հայտարարություններով իբր թե հապկից ենք դուրս գալի, արևմուտք ենք գնում, բայց արևմուտքը չենք գնում, էլի, նախ արևմուտք գնալու համար մենք շատ պետք է զարգանանք, որ մենք համապատասխանենք Եվրոպա մտնելու։ Հələ չեմ ասում, որ մենք սահմաններ չունենք։ Փաշինյանը տրորեց, ասեց ռուսնձի պետք չի։ Եթե ռուսը մի քայլ հետ կայնավ, ընդեղի հայերին էլ հանելու։ Մենք թուրքներ երկու ժամվա ընթացքում մեզ վեկալելու պրծնենք, էր հայություն չի լինելու։ Ինքը ուզում է, որ մենք իրա հետ ընկերություն անենք, իրա հետ աղբերություն անենք, բայց մենք չենք ուզում։ Բանն է կալու, Ամերիկան է կալու, Ֆրանսիան է կալու, քանի տարի է ռուսը ընձի պահեց, 18-16 թվերին էր, այդ կոտորած որ եղավ, ով օգնեց, ռուսն եկավ, հենա ասեմ չի աղբեր, ռուսնձի չի օգնելու, ամերիկացին է օգնելու, կարող է օգնի, բայց սրա նման չի անի, ես քրիստոնյա եմ, ռուսն էլ է քրիստոնյա, մենք իրար հետ հասկանում ենք, բայց մուսուլման ու քրիստոնյան իրար հետ չեն հասկանա։ Իմ կարծիքով դա մեր տնտեսությանը, Հայաստանի տնտեսությանը շատ մեծ վնաս է հասցնում։ Գլորել անդունդ, կգլորվենք անդունդ, եթե երկար սենց գնա, լավ բանի չի տանի, քաղաքականություն է դա, ընտրության շեմն է, դրա համար տենց բարդությունները առաջ եք, ընտրությունից հետո կարգավորվի ամեն ինչը։ Օգուտում։ Օգուտ հայ ազգի։ Մեր երկիրը խառնաշփոթության մեջ է, թե ինչ կլի չգիտեմ։